Մայրբուհում գրքի տոնը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ շուրջ 1.5 տարի տևած նախագծային և շինարարական աշխատանքներից հետո նոր գրադարանը բացեց դռներն ընթերցասերների առջև։ Երբ որ պարոն վարչապետը նաև համալսանում էր, ասի այնպիսի տեղ ենք ստանալու, որ ուսանողները պարզապես չուզենան այստեղից տուն գնալ։ Եվ այսօր հասել ենք այդ հանգրվանին, եւ ես հույս ունեմ, որ ուսանողները իսկապես այստեղից չեն գնա, բայց չեն գնա, որովհետև գիրք են կարդում, որովհետև քննարկումներ են անում, որովհետև իրենց համար նոր միջավայր է ստեղծվել։ 2024-ին, երբ արդեն կար նոր գրադարան ունենալու գաղափարը, համալսարանի այս հարկի մի մասն ընդհանրապես չէր օգտագործվում։ Մյուս մասը ծառայում էր որպես պահեստ։ Այժմ օդափոխության համակարգից մինչև կահույք ամբողջությամբ նոր է։ Այսօր մենք մի տարածքում ենք, որտեղ գալը պարտավորություն չի, հաճելի է, որտեղ գալու համար, ինչպես դրսում, շատ համալսարաններում առավոտից կարելի է հերթ կանգնել։ Եվ ասածս ամենևին չափազանցություն չի, որովհետև այն միջավայրը, որ այստեղ ձևավորված է, վստահ եմ, որ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում սովորելու, զարգացման, քննարկման, շփման, եւ սա է նաև կրթության ուղիղ նշանակությունը։ Ընթերցանությանը զուգահեռ ուսանողներին հասանելի կլինեն նաև գրադարանում ներդրված նոր տեխնոլոգիաները։ Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները որքանով որ զարգանում են, գալիս են շատ բաներ փոխարինելու, հեշտացնելու, փոխելու մեր կյանքը, մեր ապրելակերպը, բայց կարող եմ ասել, որ գիրք կարդալու երևույթը եւ մշակույթը իմ կարծիքով չի փոխարինվելու, որքան էլ որ ԲՏԱ նախարարությունը եւ կառավարությունը մեծ ռեսուրսներ են ներդնում տեխնոլոգիաները զարգացնելու մեջ, բայց այստեղ մենք շատ հաստատակամ ենք։ Գրադարանի կառուցման աշխատանքներին աջակցել են Իզմիրլյան հիմնադրամը, Գերմանիայի հայ գործարարների միությունը, նաև այլ կազմակերպություններ եւ անհատներ։ Վերջին 3-4 տարիներին մենք մեր ներգրավվածությունը համալսարանում տեսնում ենք տրանսֆորմացիոն տեսանկյունից։ Այն ռազմավարությունը, որ ներկայացվեց Սարգիս Իզմիրյանին ռեկտորի կողմից, դա մենք դիտեցինք որպես Հայաստանի կրթական համակարգի տրանսֆորմացիայի մի մաս Երևանի պետական համալսարանի տեսանկյունից եւ մենք շատ մեծ ոգևորվածությամբ մտանք այդ նախագծի մեջ, թե ինչպես կարող ենք աջակցել այդ տրանսֆորմացիային, որը կբերի որակական փոփոխություններ։ Ընթերցասրահն անվանակոչվել է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունով։ Այստեղ վստահեցնում են, գրադարանից կարող են օգտվել ոչ միայն ուսանողներն ու դասախոսները, այլև յուրաքանչյուր քաղաքացի։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։